Սիրելի եղբայրներ, քույրեր, սա հոգի շունչ մարմին հաղորդաշարի հերթական հաղորդումն է մեր YouTube-յան ալիքում։ Աստվածաշնչի բացահայտումները YouTube-յան մեր ալիքը իր առջև խնդիր է դրել մեր ժողովրդին ծառայել ավետարանի քարոզչությամբ, ուսուցչությամբ, եկեղեցու պատմությամբ եւ առհասարակ այն ամենով, ինչն օգտակար կլինի մեր հայ ժողովրդին հոգեվորապես ավելի մեծ զարթոնք ապրելու։ Բանն այն է, որ հայ հասարակության մեջ որոշակիորեն կամ թյուրըմբռնում կա եւ կամ ընդհանրապես տեղեկացվածություն չկա, թե վերջ-վերջո 50-ական եկեղեցին Հայաստանում ինչպես է հաստատվել։ Եվ մենք նախորդ հաղորդումներում անդրադարձել ենք հոգեգալստական շարժման պատմությանը Ուկրաինայում, Բելոռուսիայում, Ռուսաստանում, մասնավորապես առաջին մասով ներկայացրել մի անձնավորության կյանքն ու գործունեությունը, Իվան Եֆիմովիչ Վարանաևի մասին է խոսքը, ով բավականին դրամատիկ կյանքով ապրեց, բավականին հագեցված էր նրա կյանքը, նրա ողջ կյանքը նվիրված էր ավետարանին, ավետարանի քարոզչությանը, եւ մենք խոստացանք, որ բացի կենսագրությանը անդրադառնալուց նաեւ որոշակի փաստեր մեջտեղ կբերենք, այսինքն փաստաթղթեր, որոնք ավելի կամբողջացնեն նրա կենսագրությունը եւ կենսագործունեությունը։ Ինչպես նաեւ խոստացել էինք անդրադառնալ վարդապետությանը, որովհետեւ նշել էինք, որ Վարանաևից հետո ցավոք սրտի նրա ուսմունքը շարունակողներ չեղան, ճիշտ հակառակը։ Մենք տեսնում ենք, որ բավականին արմատական խնդիրներում հետագա հոգեգալստական առաջնորդները ընտրեցին այլ ուղի։ Մենք կփորձենք դրանք բացահայտել, պարզաբանել եւ ցույց տալ թե մեկի եւ թե մյուսի ըստ Աստծո խոսքի շրջանակներում ունեցած չասեմ պակասությունները, որովհետև յուրաքանչյուրն արել է իր գործը այն չափով, ինչ չափով իրեն տրված է կամ ինչ չափով ինքն է հասկացել։ Հիմա արդեն, որ շուրջ 100 տարի է անցել, հեշտ է ուսումնասիրել փաստերը, համադրել Աստծո խոսքի հետ եւ գտնել այն այդպես լուսանցքները, որտեղ որոշակիորեն սրբագրման կարիք պետք է ունենար հոգեգալստական շարժման ընթացքը։ Իհարկե հեշտ է տարիներ հետո որոշակի եզրակացություն անել, սակայն այն պայմանները, այն պարագան, այն միջավայրն ու ժամանակը, որում այս մարդիկ ապրել են, մենք չենք կարող ասել, եթե մենք լինեինք, մենք ինչպես կվարվեինք։ Այս ամենով հանդերձ, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, մենք պետք է մարդկային գործոնը այս շարժումների մեջ երկրորդ պլան մղենք, որովհետև արթնությունների հեղինակը ինքը Տերն է, ինքն Աստվածն է հենց։ Եկեք ուրեմն մի փոքր վերհիշենք, թե որտեղ կանգ առանք, որպեսզի մեր միտքը տրամաբանորեն կարողանանք շարունակել։ Եվ այսպես 1912 թվականին, ինչպես որ նրա կենսագիրներն են նշել, նա տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նա շարունակում է իր բապտիստական առաքելությունը։ Նա դեռևս բապտիստ էր եւ մի քանի տարի անց նրան հրավիրում են Սիեթլում, Վաշինգտոն գտնվող ռուսական բապտիստական եկեղեցում հովվություն անելու։ Եվ այստեղ արդեն իր հովվական ծառայության ընթացքում էր, որ սկզբից իր աղջիկը Սուրբ Հոգով մկրտվեց, վերան, որ ծանոթ էր իր դուստրը հոգեգալստական մի ընտանիքի հետ եւ հետագայում ինքը հաճախում էր արդեն 50-ական հոգեգալստական եկեղեցի, այս աղջկա մկրտվելուց հետո Վարանաևը տեսնելով այն մեծ շարժն ու փոփոխությունը, որ այս աղջնակի կյանքում տեղի է ունեցել, ինչպես նշել ենք, ավելի լրջորեն ուսումնասիրելուց հետո եկավ այն համոզման, որ Աստծո խոսքի մեջ եղած խոստմունքը Սուրբ Հոգու մկրտության, այո, նաև հեռավորների համար է, ինչպես եւ Պետրոս Առաքյալը Պենտեկոստե օրը խոսել էր այդ մասին։ Վարանաևը Սուրբ Հոգով մկրտվելուց հետո բապտիստական եկեղեցին, ինչպես ասացինք, նրան դուրս է անում իրենց շարքերից։
եւ արդեն իսկ նրա հասցեին ամենատարբեր հերյուրանքներն են տպագրվում թերթերում եւ այդ շարժումը, որը հոգեգաստական շարժումը, որը արդեն իսկ բավական տարածում էր գտել եւ թե իշխանությունների կողմից եւ թե պահպանողական բապտիստների կողմից միշտ էլ ամենատարբեր լոտանքների էր արժանացել, ի վերջո Վարանաևը ամբողջովին լքելով բապտիստական եկեղեցին հարում է հոգեգաստական շարժմանը եւ ոչ միայն հարում է հոգեգաստական շարժմանը, այստեղ նշենք նաեւ որը վկայում է այն մասին, թե երբ է ինքը մկրտվել Սուրբ Հոգով, իսկ նա Սուրբ Հոգով մկրտվել է 1919 թվականին, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնալուց մոտ 7 տարի հետո նա մկրտվում է Սուրբ Հոգով։ Սակայն եթե մենք ասենք, որ նրա մկրտությունը Սուրբ Հոգով միայն այնքանով էր, ինչքանով որ նա կարող էր տեղական հիսունական եկեղեցում որպես շարքային հիսունական մասնակցել ժողովների, այդպես չէ, որովհետև ոչ միայն նա հոգեգաստական եկեղեցության այսպես կոչված շարժմանը հարեց, այլ միաժամանակ նա ինքը սկսեց նախաձեռնել առաջին առանձին հոգեգաստական եկեղեցի Նյու Յորքում։ Սկզբից նրան միացան մի 19 մարդ բապտիստական եկեղեցուց, որում նա նախկինում հովիվ էր եղել, որից հետո արդեն գնալով թիվը սկսեց մեծանալ։ Այս իրադարձությունների ֆոնին մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բավականին մեծ տարածում գտած Assembly of God եկեղեցին իր գործունեությամբ փաստորեն չի անտեսում Վարանաևի գործունեությունը, նրա մասին արդեն տեղյակ էին եւ մի կարճ ժամանակ հետո արդեն Վարանաևը պետք է հարեր Assembly of God եկեղեցուն։ Երբ մենք ասում ենք, որ նա հետևում էր արդեն Assembly of God եկեղեցուն, պետք է մի հատ քրոնոլոգիապես նորից հասկանանք սա։ Եվ այսպես 1919 թվականի հունիս Վարանաևը մկրտվում է Սուրբ Հոգով։ 1919 թվական հուլիս Վարանաևը կազմակերպում է առաջին ռուսական Assembly of God եկեղեցու այդպես ժողովները։ Այնուհետև ուզում եմ, որ փաստաթղթերով մենք նորից նայենք, թե ինչպես վերջապես Վարանաևը հարեց Assembly of God եկեղեցուն։ Ահա այս փաստաթղթի մեջ մենք տեսնում ենք նշված, որ 1913 թվականին հոկտեմբերի 17-ին ձեռնադրվել էր Վարանաևը որպես հովիվ բապտիստական եկեղեցու։ Այնուհետև մենք տեսնում ենք 1920 թվական մարտի 10։ Սա արդեն վկայում է այն մասին, որ Վարանաևը այլևս Assembly of God եկեղեցու կողմից է, որ ձեռնադրվում է որպես հովիվ։ Այսպիսով նա 1919 թվականին արդեն իսկ դիմել էր Assembly of God-ի այդ եկեղեցու անդամը դառնալու, իսկ 1920 թվականին, քանի որ նախկինում ինքն հովիվ էր եւ նրան ինչ որ պակասում էր, դա Սուրբ Հոգու մկրտությունն էր, արդեն ուներ, տարածիորեն մի 3 ամիս հետո Assembly of God եկեղեցին նրան ձեռնադրում է որպես իրենց եկեղեցու հովիվ, ճանաչում է իրենց եկեղեցու հովիվ։ Այս փաստաթղթում նշված է հերթականությունը, մի տեսակ այդպես անկետայի նման մի փաստաթուղթ է սա, որը խոսում է այն մասին, թե Վարանաև հովիվը իր ծառայության ընթացքում ինչպիսի աստիճանակարգերով է անցել։ 20 թվական նա հովիվ է եւ ինքը շարունակության մեջ 22 թվականին տեսնում ենք արդեն միսիոներ 10-րդ ամիս 18-ին 22 թվականից մինչև 23 թվականները դարձյալ հովիվ է ինքը, այդպես հասկացվում է, որ յուրաքանչյուր տարի իր կենսագրությունը թարմացվում է։ Եվ միաժամանակ արդեն իսկ 24 թվականին, 23-ից 24 թվականները, նա արդեն ավետարանիչ եւ հովիվ է կոչվում, եւ երբ որ մենք արդեն ավելի իջնում ենք ներքև, պարզվում է, որ նրա ավետարանիչ եւ հովիվ լինելը չի սահմանափակվում այդքանով,
որովհետև Վարանայևը ինքը դուրս գալով միսիոներական, այդպես ասած, ճամփորդության, նա նաև հանդես է գալիս միանգամից Հովվի միսիոների կամ առաքյալի եւ ավետարանչի կարգավիճակով։ Իմիջիալոց միսիոներ նշանակում է ուղղագրված, առաքյալ։ Սա լատիներենից փոխանցված բառ է թերևս, որը նույն առաքյալ բառն է, բայց քանի որ առաքյալ տերմինը այդպես չէր ընկալվում, չէր ընդունվում դեռևս ինչպես որ հարկն է, դրա համար մենք այստեղ այնուամենայնիվ տեսնում ենք, ինչպես եւ հետագայում վարդապետությունների մեջ կտեսնենք Վարանայևի եկեղեցին երկաստիճան էր, հովիվներ եւ սարկավախներ կային, սակայն այս կառավարման մեջ գոյություն չուներ եպիսկոպոս անունով ծառայություն։ Եվ այսպես, քանի որ մենք արդեն որոշակիորեն տեղեկացանք իր անկետային, այսպես ասած, որում գրանցված էր Վարանայևի ծառայության ամբողջ ընթացքը տարիների հետ միասին, կարևոր է նաև մենք նշենք այն հանգամանքը, թե վերջապես որպես վկայական, որ ինքն ուներ Ասամբլեա of God եկեղեցու, որովհետև սրանք հենց այնպես արտահայտություններ չեն, փաստաթղթերը իրենք արդեն խոսում են այդ մասին։ Ահա մեր ձեռքի տակ եւս մեկ փաստաթուղթ, որը տրված է սեպտեմբերի 1-ով է թվագրված 1921 թվական, մենք այստեղ տեսնում ենք այս վկայականը տրված է Վարանայևին, ի նշան ի հաստատումն այն բանի, որ նա հանդիսանում է հովիվ եւ ավետարանիչ Բուլղարիայում։ Այսինքն, երբ որ ինքն արդեն ստացել էր պատգամ Ռուսաստան գնալու եւ ավետարանելու, այդ ժամանակ նա Թուրքիայով անցնելու ժամանակ ասել ենք նախորդ հաղորդմանը, որ ինքը չի կարողանում անցնել, հետո տեղափոխվում է Բուլղարիա եւ Բուլղարիայում հաստատվում են 18 եկեղեցիներ ափամերձ շրջանում ամբողջ Սևծովի ափամերձ շրջանում եւ Վարանայևը փաստորեն այս փաստաթղթով նշված է, որ ինքը ակտիվորեն բավականին մեծ այդպես վարկանիշ ունեցող սպասավոր է, համագործակցում է Ասամբլեա of God եկեղեցու հետ։ Փաստացի այս մյուս փաստաթուղթն ինչ ենք մենք տեղադրել, որպեսզի պարզ դառնա, որ երբ Վարանայևը գործում էր Ուկրաինայում, իսկ նա արևելյան Ուկրաինայում էր գործում, արևմտյան Ուկրաինայում գործում էին լեհ միսիոներները, որ արևմուտքում բավականին մեծ տարածում ուներ, հատկապես Շմիդտի քարոզչությունը, այս միսիոները քարոզել էր Նորվեգիայում, Շվեդիայում եւ Լեհաստանում։ Ասել, որ Վարանայևն ու Շմիդտը իրար տեղյակ չէին, անհնար է, որովհետեւ նույն ժամանակում են գրեթե գործել 1919 թվական Շմիդտի այս փաստաթղթով փաստացի խոսում է այն մասին, որ Շմիդտը նույնպես Ասամբլեա of God եկեղեցու անդամ է եղել, ուստի Ուկրաինայի արտնության գործում մենք միայն Վարանայևի անունը չվդիտանք, այլ նաև Շմիդտի անունը, որը նույնպես մեծ հոգեգաստական ավետարանչական, այդպես ասած, մեծ գործունեություն է ծավալել։ Ես ուզում եմ նաև Վարանայևի Ասամբլեա of God եկեղեցուն հարելու վերաբերյալ այնուամենայնիվ մի կարևոր փաստաթղթի անդրադառնանք, որտեղ նշված են պարզ, թե Վարանայևը կոնկրետ ինչպիսի այդպես մեծ խանդավառությամբ, ինչպիսի մեծ հավատքով լցված մղում ուներ դեպի Ռուսաստան ավետարանչություն անելու։ Նախորդ անգամ մենք ասել էինք, որ բացի այն հայտնությունը, որ Վարանայևը ստացել էր տերիցը, որ պետք է Ռուսաստան գնա, նա դրանից առաջ էլ արդեն իր սրտում մտմտում էր, որ հոգեգաստական շարժումը տարածում գտնի նաև Ուկրաինայում, Բելոռուսիայում եւ Ռուսաստանում։ Եվ ահա երբ որ Տերը արդեն իր հետ խոսում է, նա պատրաստ է մեկնել։ Սակայն այդ մեկնելուց առաջ որոշակիորեն կա այսպիսի մի հատ պատմություն, որ նախորդ հաղորդման ժամանակ ասել ենք, որ Տերը նաև լրացուցիչ ինչ որ տեսիլքով ցույց է տալիս, որ ինքը հոգ կտանի քաղաքացիական պատերազմում գտնվող Ռուսաստանում սովի մատնված այդ ժողովրդի մեջ Վարանայևի ընտանիքի համար հոգ կտանի եւ նրանք կարող են հավատքով վստահաբար մեկնել Ռուսաստան իրենց գործունեությունը ծավալելու։
Ուրեմն եկեք նորից մի հատ ամփոփենք այս ամբողջը եւ անցնենք մի փոքր առաջ այդ փաստաթղթին անդրադառնալով, թե ինչպես ինքը Assembly of God-ի այսպես անդամը դարձավ։ Ուրեմն ծառայությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում 13 հոկտեմբեր 1913 թիվ նա դերևս հովիվ է բապտիստական եկեղեցի Սան Ֆրանցիսկո Սիեթլ 1917 թվականին բապտիստ է Նյու Յորքում 5 երեխա ունի այլևս եւ հաջորդ նկարում մենք տեսնում ենք Վարանաևը իր համախոհերով այս փաստաթղթի մասին խոսքը, որը ինքը հանդիսանում է ընդամենը մի եզրույթ, այս եզրույթի մեջ նշված է այն հարցերը, որոնք Assembly of God-ը եկեղեցու անդամ ընդունելու համար դնում էր բոլորի առջև եւ պարտավոր էին յուրաքանչյուրը լրացնել այդ հարցերին պատասխանել, մինչ նրանց անդամության հարցը կքննարկվեր։ Եվ ահա այս հարցերի մեջ ես ուզում եմ շեշտադրում անել մի քանի բաների վրա, իսկ դուք ուշադրություն դարձրեք Վարանաևի պատասխաններին, որովհետեւ մարդու էությունը իսկապես սրա մեջ բացահայտ կերպով արտահայտված է։ Հարցերը մեկ տասնյակից անցնում են եւ հետեւյալն է բովանդակությունը։ Իհարկե մենք նկատում ենք Հասցեն Վարանաևի անուն ազգանում եւ հետո ներքևում 7-րդ կետում մենք տեսնում ենք նրա Տիրոջ կողմից կանչված լինելու փաստը որպես հովիվ, սա հենց փաստում է, որ ինքը հովիվ է եւ այնուհետեւ խոսքը գնում է նրա մասին, թե քանի տարի է, որ ինքը ծառայում է Աստծուն, այնտեղ նշված է 12 տարի եւ 11-րդ հարցում ինքը նշված է, որ ինքը բապտիստ է եւ ավարտել է սեմինարիան Բերկլիի։ Հաջորդ հատվածում մենք տեսնում ենք, որ որպես հովիվ ձեռնադրվել է 17 հոկտեմբերի 1913 թվականին։ Ուրեմն արդեն որպես հովիվ ինքը կանչված հովիվ էր, բայց այստեղ ձեռնադրության փաստ ենք տեսնում, որովհետև մի բան է կանչված լինելու խնդիրը, մի բան է արդեն հաստատված լինելը։ Ընդհանուր առմամբ համաձայնությունը շատ կարևոր է անձի, որպեսզի իմացվի, թե ինքը որևէ մեկի դրդմամբ է ինքը այդ ծառայությունն անում, թե ուղղակի ինքը իրեն տեսնում է կանչված Տիրոջ կողմից։ Վարանաևը ամենուր ինքը ամեն էսկետերում ինքը ներկայացնում է պարզ իր ներքին մղումները եւ այստեղ նշված է, որ այո ինքը հովիվ է եւ պետք է ինքը փաստի տա, անկախ նրանից փաստաթուղթը դա գրում է թե չէ, ինքն իր ձեռքով է լրացրել է։ Այս ամենը ինքն իր ձեռքով է լրացրել եւ 16-րդ կետում շատ հետաքրքիր բան է գրված։ Արդյոք գրված է հարց է տրվում, դու հավատում ես, որ Աստված քեզ համար հոգ կտանի։ Եվ դու իսկապես վստահ ես եւ նաեւ 17-րդ կետում, որ ամբողջովին Աստված հոգ կտանի քո միսիոնական ծառայությունը, քո գործունեությունը, քո հովությունը եւ այլն։ Ինքը Վարանաևը պատասխանում է միանշանակորեն, որ այո։ Այս փաստաթուղթը, ինչպես տեսնում եք, վերևում կնքված է շեղ ձևով, այսպես կնիքը նշված է, Assembly of God-ի կողմից, որ հաստատում է այն փաստը, որ արդեն իսկ ինքը Վարանաևը Assembly of God եկեղեցու անդամ է հայտարարված։ Հաջորդը, որ ոչ պակաս կարևոր է, եկեք հասկանանք հետևյալը, որ ինչպես ասացինք, 1920 թվականին է, որ Assembly of God-ում ինքը ձեռնադրում է որպես հովիվ։ Նույն 20 թվականի հուլիսին արդեն Վարանաևը դեպի Ռուսաստան է շարժվում եւ արդեն ես նախորդ անգամ ասեցի, որ պատկերի մեջ խորհրդային միություն նշված է ինքը տեղին չէ, որովհետև 20 թվականին խորհրդային միություն գոյություն չուներ, որովհետև խորհրդային միությունը 22 թվականի դեկտեմբերի 30-ին է ձևավորվել, իսկ սա Ռուսաստանի սոցիալիստական ֆեդերատիվ այդպես հանրապետությունն էր, որ ինքը ճանապարհվելու էր։ Արդեն 21 թվականի սեպտեմբերին Վարանաևը Օդեսայում է գտնվում եւ
մենք արդեն իրեն այստեղ ամենուր տեսնում ենք AG, որ նշանակում է Assembly of God-ի անդամ։ Եվ 29 թվականին արդեն 8 տարիների ընթացքում Վարանայևը բավականին մեծ ծառայություն է անում եւ 500 եկեղեցիներ են հիմնվում, մինչեւ իր ձերբակալությունը շուրջ 25000 անդամով 1930 թվականի հունվարի 7-ին Սուրբ Ծննդյան օրվա հաջորդ օրը ձերբակալում են։ Սա մի հատ քրոնոլոգիապես մի փաստ էր, որ մեկ անգամ եւս մենք անդրադարձանք սրան, եւ հիմա ես ուզում եմ, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք Վարանայևի ընդհանրապես գործունեության այն ոլորտին, որ շատերը գտնում են, որ նա գիրք չի գրել, սակայն ես հիմա հերթականությամբ ձեզ ցույց կտամ այն ամսագրերը, որ ինքը պարբերաբար հրատարակում էր արդեն Օդեսայում, Ռուսաստանում, եւ բարեբախտաբար հիմա դրանք կան, եւ իմ ձեռքի տակ է մոտավորապես 7 ամսագիր, որտեղ մանրամասնորեն կարելի է կարդալ, թե ինչ է Վարանայևի ուսմունքը իրենից ներկայացրել։ Եթե որևէ մեկին դրանք հետաքրի, ես կարող եմ հղումները բոլորը տալ կամ էլ ուղարկել, այստեղ դուք կարող եք եւ նկարներով, եւ ասենք վարդապետության վերաբերյալ եւ պաշտամունքների վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ կազմել, թե ինչպիսին է եղել Վարանայևի ընդհանրապես պաշտամունքային համակարգը, այսինքն ինչպես են պաշտել։ Խոսելով ընդհանրապես հրատարակչական գործունեության մասին, այո, Վարանայևը ինքը շատ լավ հասկանում էր, որ դա բավականին լավ հնարավորություն է, որ տպագրական եղանակով գրականությամբ ավետարանի լուրը տարածվի։ Եվ մինչ այդ էլ նա դեռևս բապտիստ եղած ժամանակ էլ որոշակիորեն հրատարակել էր որոշ բրոշուրներ, այդպես ասած, ունեցել էր կամ գրքույկներ ունեցել էր, տարածում էր, սակայն արդեն երբ որ հոգեգալստական եկեղեցին հաստատված էր եւ մի քանի համաժողովներ էլ արել էին, արդեն կար վարչություն եւ այդ վարչության մեջ բավական թվով ակտիվիստներ կային, որոնք ավետարանը հռչակում էին։ Վարանայևի իմիջիալոց վարչության մեջ նաեւ կար կին, որը ինքը իր կարի մեքենան առնելով շրջում էր եւ ամենուր վկայում էր Տիրոջ մասին։ Իհարկե ավետարան չի քարոզել, սակայն կար նաեւ կանանց քույրերի խումբ, որոնք ընդհանրապես աշխատում են քույրերի հետ։ Եվ այս քույրիկը նույնպես բավական ակտիվ էր իր գործունեությամբ եւ պատկերը կա, պատկերի մեջ բարձ երևում է, որ այդ ամբողջ վարչության մեջ նաեւ այս կինը իր ներկայությամբ բավականին կարևորվել է։ Իհարկե կան էլի նկարներ, որոնց մեջ երևում է Վարանայևը իր ավետարանչական խմբով, իր եղբայրներով, որոնք շատ ակտիվ գործել են։ Եվ այստեղ մի քանի նյուանսներ կան, որոնք պետք է ես անպայման դրանք ներկայացնեմ։ Առաջինը հետևյալը, թե ինչու այդքան արագ Վարանայևը մեծ հաջողություն կարողացավ ունենալ ընդհանրապես իր ավետարանչական գործունեության մեջ։ Նախ ասեմ, որ հիմնական թիրախը դարձել էր բապտիստական եկեղեցին, որում Վարանայևը հիմնականում գործել էր եւ նա մեծ խանդավառությամբ ու փափագով շրջում էր իր եղբայրներին ամենուր, որտեղ հնարավորություն ուներ քարոզելու, խոսելու Սուրբ Հոգու մկրտության մասին։ Բայց մենք բոլորս լավ հասկանում ենք, որ Սուրբ Հոգու մկրտության մասին խոսելը, ավելի ճիշտ քարոզելը տեղին չէ, պետք է Քրիստոս քարոզվեր։ Սակայն երբ մենք խոսում ենք այն մասին, որ միայն Սուրբ Հոգու մկրտություն եւ լեզուների աղոթք, թերևս Վարանայևը ելնում էր այն սկզբունքից, որ Գործք առաքելություն Պողոս առաքյալը, երբ որ Եփեսոսի 12 աշակերտներին հանդիպեց Հովհաննեսի, առաջին հարցը որ տվեց դա էր. «Ջերբ հավատացիք Սուրբ Հոգին առիք»։ Սա թերևս այն դևիզն էր, որ Վարանայևը վերցրել էր եւ հոգեգալստական շարժման տարածման հիմնական ասենք շարժարիթը դարձել էր Սուրբ Հոգու մկրտության ավետիսի ավելի լայն այդպես տեղեկատվությունը։ Եվ ասել, որ սա վատ էր, իհարկե վատ չէր, սա շատ լավ էր, սակայն կար մի ծայրահեղություն, որ համատարած Սուրբ Հոգու մկրտության ավետիսի տարածումը եւ դրանից են կողմ արդեն ոչինչ չընկալելը, ինչպես առաջնորդվել Սուրբ Հոգով, լսել Աստծո ձայնը, դեռևս այդ ժամանակին թերևս բացված չլիներ։
Այնուամենայնիվ Աստված հավանում էր այս գործունեությունը եւ Սուրբ Հոգու մկրտության ավետիսը տարածվում էր։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ Վարանաևի հաջողությունը այսքան մեծ եկեղեցիներ, շատ եկեղեցիներ հաստատելու կայանում էր նաև նրանում, որ ոչ միայն բապտիստները, որ արդեն արթնացել էին վերստին ծնունդով, այդ վարդապետությունով եւ այլն, հեշտ արդեն հող էր նախապատրաստված, որ այնտեղ արդեն Սուրբ Հոգու մկրտության վարդապետությունը թափանց էր, այլ նաև կային մալականներ եւ ելի շատ առանձին խմբեր, որոնք նույնպես բողոքական շարժման թևերն էին ներկայացնում եւ սրանք էլ բավականին Աստծո խոսքի հետ կապված ժողովուրդ էին եւ նրանց մեջ էլ էր տեղի ունենում Սուրբ Հոգով մկրտություններ։ Մի հետաքրքիր եզրահանգում էլ ուզում եմ անել, թե ինչպես եղավ Վարանաևի այսքան մեծ հաջողությունը։ Երբ այս հարցը տվել էին Վարանաևի կնոջը Եկատերինա Վարանաևին, թե ինչու՞մն էր գաղտնիքը կայանում, որ քո ամուսնու ծառայությունը Աստված այսքան օրհնեց եւ այլն, Եկատերինա Վարանաևան, որը նույնպես կյանքի շատ մեծ բովով էր անցել, նա իր ամուսնուն այդպես չհրճակեց որպես մեծագույն մի գործիչ, որը արել է շատ մեծ բաներ եւ այլն եւ այլն։ Նա շատ զգուշ արտահայտվեց եւ շատ խոնարհաբար մի միտք արտահայտեց, որը ուզում եմ փոխանցել, որը անտեսել են իհարկե շատ հոգեգաստական եկեղեցու պատմիչներ եւ այդ իմաստով մարդկային գործոնն ավելի է բարձրացել եւ մինչեւ իսկ պաշտամունքի մակարդակի հասնելու Մոսկվայում Վարանաևի արձաններ կանգնեցրել են։ Եկատերինա Վարանաևին ասում է, երբ որ մենք եկանք Ռուսաստան, ամենուր սով էր, պատերազմից հետո քաղաքացիական պատերազմ, շատ ծանր իրավիճակների մեջ էինք հայտնվել եւ եթե Ամերիկայից ասամբլեով գադից օգնությունները չլինեին, որ պարբերաբար ամսական $50 եւ այլն ուղարկվում էր, ապա մենք դժվար թե կարողանայինք մեր գոյությունը ապահովել։ Ուրեմն պիտի ասեմ, որ ինքը Վարանաևը հաճախ է նամակագրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ասամբլեով գադի կենտրոնի հետ միշտ կապի մեջ եղել եւ զեկուցել իրավիճակները եւ հաճախակի է, որ դրամական օգնության խնդիր է բարձրացրել, թե իր ընտանիքի եւ թե եկեղեցու համար։ Եվ Եկատերինա Վարանաևին ասում է մի բան, որ այդ գործունեության մեջ կար մի պարարտ հող, որը ստիպում էր մարդկանց Տիրոջը գալու։ Եվ այդ սովն ու պատերազմը, այդ հալումաշ եղած ժողովուրդը էլուր պիտի գնային, եթե ոչ դեպի Աստված։ Այսինքն շատ հանգիստ ու հանդարտ խոսելով այս մասին, այս կինը բացահայտում է, որ այդ պայմաններում էր, որ Աստված արթնություն է սկսում։ Համեմատության համար նշեմ Հայաստանում 88 թվականը երկրաշարժը եւ Ղարաբաղյան առաջին պատերազմը, Արցախյան առաջին պատերազմը, որը ինչ որ իմաստով պարարտ հող հանդիսացավ հոգեգաստական շարժման տարածմանը մեր երկրում, որը արդեն իսկ 60-ականներին սկսել էր տարածվել, սակայն այն ինչ թափով որ պիտի տարածվեր, հատկապես եղավ 88-ի երկրաշարժից եւ Արցախյան պատերազմի առաջին օրերից սկսած։ Եվ երբ որ այդ պայմանները լինում են, կամ ասենք այդ պայմանները, որ իմաստով երկրագնդի վրա ինչ որ տեղերում կան, երբ որ մարդիկ հոգնած, բեռնավորված են, որտեղ իսկապես անհնարին է արդեն որևէ կենսաձև ապահովելը, Աստված իր գթությունն ու ողորմությունն է անում համապատասխան մարդիկ ուղարկելով, որոնք տարածում են իր բարի լուրը։ Քանի որ խոսեցինք այդ մասին, որ կանայք եկեղեցում չեն արել ծառայություն, այստեղ մի հետաքրքիր փաստաթուղթ կա, որը պարզ խոսում է այս հարցազրույցի արդյունքից, երբ որ Եկատերինա Վարանաևին հարցազրույցով դիմել էին, հարցազրույցի ժամանակ դիմել էին, թե դուք ավետարան քարոզում եք, ձեր մոտ կանայք գործում են, թե չէ, ինքը պարզ էստեղ ասում է, որ ինքը երբեք էլ ավետարան չի քարոզել եւ կանանց այդ իրավունքը երբեք չի տրված եղել։ Սա ուզում եմ հատուկ շեշտել, որպեսզի նրանք, ովքեր որ խարիզմատների, հատկապես հովիվները, սպասավորները, որոնք սիրում են կանանց ձեռնադրել որպես հովիվներ, թող եւ հղում են անգամ կատարում, որ տեսեք Վարանաևի վարչությունում կին կար, Եկատերինա Վարանաևան նույնպես ասենք ինքը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, այո, ակտիվ գործունեություն է ծավալել, բայց երբեք, բացի որ ես իմ ամուսնուն օգնել եմ, բայց երբեք առանց նրա որևէ գործունեություն չեմ ծավալել եւ որևէ քարոզություն էլ չեմ արել։
Քանի որ այսքանն արդեն մենք իմացանք, այժմ ես կուզեի, որպեսզի վերջը նորից մեկ անգամ ևս հիշեցնել այն փաստը, որ այս եկեղեցին իր ժամանակին ունեցել է հստակ վարդապետություն, այսինքն նույն վարդապետությունը, ինչ որ ասամբլեա ով գալի վարդապետությունն է եղել, որը այսօր արմատապես տարբերվում է հոգեգալստական ՕՑԽՎԵ եկեղեցիների վարդապետությունից, որի ավագ եպիսկոպոսն է հանդիսանում Բաբի։ Իմ ձեռքի տակ է Bible Doctrine-ը, այդպես է կոչվում, ասամբլեա ով գալի, որը ես ձեռք եմ բերել Շվեդիայում սովորելու տարիներից, որտեղ ես նույնպես սովորել եմ ասամբլեա ով գալի եկեղեցում, իմ մասին դեռ իմ կենսագրական է, թե ինչպիսի առնչություն ունեմ հոգեգալստական շարժման հետ, ես դեռ կխոսեմ վերջում, եւ այստեղ մի առիթով նորից նշել եմ, այստեղ նորից ասեմ, որ 16 կետերից բաղկացած վարդապետական սկզբունքներ կան, որոնց տակ կարելի է ասել Վարանաևը ստորագրել է, որի մեջ մենք չենք տեսնում ջրից եւ հոգուց ծնունդներ այն վարդապետությամբ, որ այսօր տարածում է գտել այսպես կոչված Բելիխի ուսմունքի հետևանքով։ Այն է իբրև ջրով մկրտությունը եւ Սուրբ Հոգով մկրտությունը, դրանք երկու ծնունդներ են։ Ասամբլեա ով գալի ճանաչում է մի վերստին ծնունդ, իսկ Սուրբ Հոգու մկրտությունը ճանաչում է վերստին ծնվածի որպես Աստծուց տրված պարգև լեզուների խոսելու արտահայտումով։ Իհարկե նորից խոսելով վարդապետությունների մասին, ամսագրերից մեկի մեջ, Եվանգելիստ ամսագրերի մեկի մեջ Վարանաևը ինքը տպագրել է, որի նաև խմբագիրն էր հանդիսանում, ինքը տպագրել է իրենց համաժողովում ընդունված կանոնակարգը։ Այդ կանոնակարգի համաձայն ռուսական հոգեգալստական եկեղեցին պարտավորվում է ըստ տեղեկության որոշները սա Վարանաևի հոգևոր թուլության մասին են իբրև թե ուզում արձագանքել, թե ինքը թուլացավ ուղղակի իշխանությունների կողմից եղած այդ ճնշումը, թե պետք է անպայման զենք վերցնել եւ ծառայել բանակում։ Վարանաևը ընդունել է դա եւ մենք չենք կարող որևէ ձևով մեկնաբանել սա, թեպետ հետագայում մենք տեսնում ենք հետագա հոգեգալստական եկեղեցու առաջնորդները շատ կտրուկ դրեցին այդ խնդիրը, որ նրանք չեն կարող զենք վերցնել եւ ծառայել խորհրդային բանակում, նրանք չեն հրաժարվում ծառայելուց, բայց երթնակալության արարողությանը եւ զենք վերցնելուն համաձայն չէին, որի համար շատ հոգեգալստականներ խորհրդային տարիներին բանտեր են նետվել։ Ինչևէ, սրանք առանձին թեմաներ են քննարկելու, մենք շարունակենք Վարանաևի վերաբերյալ փաստաթղթերի որոշակի ձեզ ներկայացնելը։ Անդրադառնանք այժմ այն խնդրին, որ մի փոքր եկեղեցիների արթնության շարունակությունը նորից ներկայացնենք ձեզ, ուրեմն 24 թվականին արդեն 50 եկեղեցի կար, 25 թվականին 150 եկեղեցի, 26 թվականին 250 եկեղեցի, 1927 թվականին արդեն 350 եկեղեցի, 28 թվականին 500 եկեղեցի, իսկ 29 թվականին արդեն 1000 եկեղեցի եւ խմբեր ամբողջ խորհրդային միությունով մեկ, ընդհանուր հաշվարկով 25000 կամ որոշների հաշվարկով 34000։ Այժմ ես ուզում եմ ներկայացնել Վարանաևի ձերբակալվելու եւ նրա երկրավոր կյանքն ավարտելու վերաբերյալ եղած փաստաթղթին։ Ձեզ եմ ներկայացնում հիմա ըստ որոշ տվյալների, սրանք հավաստի իբրև թե աղբյուրից եղած վկայություններ են, այսինքն արձանագրություններ, որոնք NKVD-ի արխիվից վեր հանվել, որտեղ նշված է, որ իսկապես 30 թվականին ձերբակալվել է Վարանաևը եւ 37 թվականին գնդակահարվել։ Փաստաթղթի մեջ հետեւյալն է արձանագրված։ Այստեղ նաեւ չմոռանամ հիշեցնել, որ նրանք, ովքեր որ ուզում են անպայման տեղեկանալ Վարանաևի վարդապետության մասին, 1927 թվականի հոկտեմբերի 25-ից 20-ում եղած քրիստոնյաների ավետարանի հավատքի եկեղեցու Օդեսայում եղած եկեղեցու համայնքը, որ կազմակերպել էր ավետարանչական այդպես սեմինարներ, աստվածաշնչյան եւ ավետարանչական կուրսեր էր ինքը կազմակերպեն, մենք այստեղ նշված ենք տեսնում Վարանաևի ձեռքով գրված
վարդապետական այն հիմնադրույթները, որով նա պատրաստվում էր անցկացնել, որի վրա նա ուշադրություն էր բևեռում։ Մանրամասնորեն սրանց վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա, թե ինչպես է դասավանդվել, ինչպիսի գրքեր են գրվել, դրա ժամանակն էլ ըստ էության չկար, եւ ես ասեմ նրանք, ովքեր հակված են այնուամենայնիվ Վարանաևի վարդապետության, որպես իր կողմից գրած մի գրքի փաստ ունենան, միամտություն են անում, Վարանաևը ժամանակ չուներ գիրք գրելու եւ հետո գոյություն ուներ Assembly of God եկեղեցու հստակ վարդապետությունը, ինչպես նշեցի, եւ դա բավարար էր եւ դրա կարիքը չկար։ Այստեղ միայն ընդհանուր շահդրության արժանի է, որ ինչ որ այստեղ ներկայացված է Assembly of God եկեղեցու կողմից ընդունված դրույթներն են։ Առաջին կետը Հիսուս Քրիստոսի կյանքը եւ գործունեությունը, վաղ քրիստոնեական եկեղեցու պատմությունը, առաքյալների կյանքը եւ նրանց աշխատանքը, գործունեությունը, Աստվածաշնչի ներածություն հին եւ նոր կտակարանների, էկզեգետիկա, այսինքն հին եւ նոր կտակարանների մեկնություն, գոմելետիկա, այսինքն ավետարանչության վերաբերյալ վարդապետություն, քրիստոնեական վարդապետության հիմունքները թեմայով նաև դասախոսություններ պիտի կարդացվեր։ Բայց սրանք միայն ընդամենը 7-ն էին, որ ես նշեցի, իհարկե կային նաև, բացի այս ամենը ինչ որ մենք նշեցինք, մինչև 11 անգամ 12-ում ռուսերեն լեզու, ձախ կողմում դուք տեսնում եք դա։ Ուրեմն սրանք ինչի մասին են խոսում, որ սիստեմավորված ուսուցում եղել է, իսկ որ բապտիստ եղած ժամանակ Վարանաևը շատ փայլուն կերպով նաև տիրապետում էր Պրոխանովի, որ ավետարանչական եկեղեցիների, բապտիստական եկեղեցիների վարդապետության հիմնական կազմողն է եղել, դրանում որևէ կասկած չկա։ Մենք երբեք էլ չենք անտեսում, որ մեթոդիստների եւ բապտիստների շարժումը ինքը չէր կարող նպաստել հոգեգալստական ապագա շարժման համար, ինքը չէր կարող գետին հանդիսանալ, հող հանդիսանալ այդպես բուրըն արթնության։ Իհարկե դա այդպես էլ եղել էր, բավական աշխատանքներ արվել են եւ նրանց աշխատանքներն էլ չպետք է անտեսել։ Բայց այն ամենը, ինչը վերաբերում էր Սուրբ Հոգու մկրտության, վերստին ծննդի եւ եկեղեցու կառավարման եւ այլնի վերաբերյալ, իհարկե հոգեգաստական ներկայիս եկեղեցին բավականին հեռու է Վարանաևի ժամանակին Assembly of God եկեղեցին ընդհանրապես հիմիկվա ՕՑԽՎ-ն խույս է տալիս նույնիսկ Assembly of God արտահայտությունի, ճիշտ է որպես եկեղեցի գուցեև ընդունեն, բայց ինչ որ ժամանակ պատմությունը ցույց է տալիս, որ փորձեցին համագործակցության եզրեր փնտրել, բայց պարզվեց, որ չեն կարող գտնել, որովհետև արմատական տարբերություններ կային վարդապետական մի քանի կետերի հիմքի վրա։ Անգամ խորհրդային միության փլուզումից հետո Assembly of God-ից ովքեր գալիս են Ռուսաստանում ավետարանելու, տեղի հոգեգաստական ավագ եղբայրները պարտադրում էին իրանցից առնել որոշակի հիմնավորում, որ իրանք չեն պատրաստում իրենց վարդապետությունը տեղացիների վզներին փաթաթելու, այլ միայն ուսուցումներ կարող են անել, դրանով սահմանափակվել։ Այդպես եղավ Բերտ Լենդենի աշխատանքը Ռուսաստանում, նաև Հայաստանում, երբ անցկացրեց նա իր դասերը այդպես դասագրքով։ Իհարկե ըստ որոշ տեղեկությունների խախտել էր ինքը այդ կանոնը եւ դա պատճառներից մեկը հանդիսացավ, որ այդ դասերն ավարտելուց հետո շատերը բաժանեցին հոգեգաստական եկեղեցին։ Շատ սպասավորներ իրենք այլևս հոգեգաստական եկեղեցուց դուրս եկան եւ այսօրվա խարիզմատ շարժումը ինչ որ իմաստով կարելի է ասել, որ իր ակունքներով հենց այս դրսից եկած միսիոներների գործունեության արդյունքներ։ Միան ճշմարտության դեմ չմեղանչելու համար պիտի նորից սա շեշտեմ, որ այսօրվա Assembly of God-ը եւ այսօրվա հոգեգաստական շարժումը, որ շատ հոգեգաստականներ իրենց վարանայեցիներ են ասում, կամ էլ Բելիխի հետնորդներ Լևչուկի, Բելիխի եւ դրանից առաջ ասենք էլի մի քանի գործիչների անուններ են տալիս, նրանցից եւ ոչ մեկն էլ այսօր նույնիսկ չի էլ հարում իրենց նախկին եղբայրների թողած վարդապետությանը։ Այսօր գրեթե վարդապետությանն այլևս ոչ մեկն ուշադրություն չի դարձնում։ Ինքս Assembly of God եկեղեցում շուրջ 1 տարի եղել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Շվեդիայում, գիտեմ, որ այդ եկեղեցին չի կարելի 1914-16 թվականի կամ մինչև անգամ 50-ական թվականների եկեղեցների հետ համեմատել։ Չկա այլևս այն եկեղեցին,
այն արթուն եկեղեցին, որ իր ծնունդն առել էր Azusa Street-ից Ամերիկայում։ Նաև պետք է մենք հիմա անդրադառնանք եւս մի կարևոր խնդրի, այն է, որ երբ որ 30 թվականին Վարանաևին ձերբակալում են եւ գնդակահարում, մի քանի տարի հետո 37 թվականին, ինչպես նախորդ հաղորդմանն էլ ասել ենք, բանն այն է, որ այս շրջանում, երբ Վարանաևը արդեն ձերբակալված էր, այլևս արթուն գործիչներ գոյություն չունեն, գրեթե եկեղեցին գլխատվել է հիմնովին, եւ գլխատված եկեղեցին նախկին Վարանաևցիներից գրեթե մի 2-3 ավագ եղբայրներ էին մնացել ազատության մեջ, որոնք նույնպես հետագայում պիտի ձերբակալվեին։ Ինչ որ իմաստով եկեղեցին գրեթե Վարանաևի գործունեության արդյունքում մի 10 տարի էր, որ կարողացավ արթնության մի մեծ ջահագիր դառնալ։ Դրանից հետո գալիս են նոր եղբայրներ եւ արդեն իսկ 37 թվականից սկսած գոնե մի 10 տարի, 8 տարի կամ 7 տարի ավել կամ պակաս, մինչև 1943 թվականը նոր եկեղեցու առաջնորդները Հիտլերյան Գերմանիայի, այսինքն ֆաշիստական Գերմանիայի Ուկրաինան նվաճելուց հետո, երբ հրավիրվում են նացիստների մոտ, որպեսզի նացիստները նրանց ճանաչեն արդյոք որ եկեղեցուց են կամ ինչ գործունեություն են ծավալում, շատերի համար հասկանալի էր ու փաստ էր, որ Վարանաևի, ասենք, այդ հետնորդները որևէ անունով չէին կոչվում, բացի քրիստոնյաներ ավետարանի հավատքի, բայց ավակների խնդիր էր բարձրացված եւ փորձ էր արվում ճանաչել նրանց ավակներին։ Եվ հենց այստեղ էլ խնդիրը բարձրացավ հետեւյալ կերպ, որ եթե դուք ավակներ եք ձեր եկեղեցիների, ապա ինչ կոչում ունեք։ Ամեն մեկը պաշտոնական եկեղեցուց ներկայանում էին որպես ուղղափառ եկեղեցու քահանաներ, իսկ իրենք գերմանացիները գերազանցապես լյութերանականներ էին, եւ եպիսկոպոսներ էին ներկայանում այս քահանաները նաեւ, իսկ ահա այս անձիկ ընդամենը հովիվներ, որը այդքան էլ ընկալելի չէր իրենց կողմից։ Եվ ահա հովիվ բառը այսչանաբար նաեւ կամ ավակ հովիվ բառը այսչանաբար վերափոխվեց եպիսկոպոս բառով, եւ այդ օրվանից սկսած արդեն ավակ հովիվ հետագայում եպիսկոպոս արտահայտությամբ հոգեգաստական եկեղեցին դարձավ եռաստիճան։ Սա իր մեծ վտանգավոր հետևանքները ունեցան, որի մասին կարելի է հիմնավոր խոսել, թե ինչ իսկապես այսօր ինչի համար եկեղեցին այսօրին դարձավ։ Ես միանգամից ուզում եմ հիմա այս թեման ավարտել, նորից անցնել Վարանաևի կենսագրության ավարտին, ելի փաստաթղթեր որոշակի ձեզ ներկայացնելով, իմ ասածը հետևյալն է, որ երբ որ եպիսկոպոսի կոչումը դրվեց, արդեն այն նույն ծուղակը, որի մեջ ընկել էին նախկինում շատ հոգևոր գործիչներ, որոշները գտնում են, որ հենց եպիսկոպոսի կոչման գործունեությունը հենց Նիկողայոսյանների վարդապետությունն էր, որտեղ մեկ անձը վերահսկում է եւ իշխում է մասսաներին։ Նիկողայոս նշանակում է իշխել մասսաներին։ Առանձնանում է եկեղեցուց մի դեմք, մի առաջնորդ, որն այլևս իր իշխանությունն է տարածում ողջ եկեղեցով մեկ։ Եվ 43 թվականից սկսած կարելի ասել մինչև մեր օրերը հոգեգաստական եկեղեցին առաջնորդվում է եպիսկոպոսի կամ եպիսկոպոսական եկեղեցի դառնալով առաջնորդվում է գերազանցապես մեկ անձի իշխանության տարածմամբ ողջ եկեղեցու վրա։ Եվ սա հիմնական արգելքն է, չնայած որ Աստված իր գործն անում է, մարդիկ ապաշխարում, վերստին ծնվում, փրկվում են, ես ուզում եմ սա հստակ ասել, մարդկային գործոնն այստեղ ֆակտորը շատ չնչին է, Աստված իր գործը միևնույն է անում է, եւ Պողոս առաքյալն ասում է ուրիշներին քարոզելով ինքը խոտելի չգտնվի։ Ամբողջ խնդիրը կայանում է սրանում, որ շատ զգուշությամբ պետք է Աստծո գործն անել։ Արդյոք դու ծառայես թե իշխանես, բայց ցավոք սրտի ինքս հանդիպած լինելով թե Բելիխին, թե ասենք Ֆեդոտովի հետ, եւ թե Բաբիի հետ, եւ թե էլի շատերի, ես նկատել եմ, որ եկեղեցիները մեծ հավակնություն ունեն այս առաջնորդների իշխանության տակ հայտնվելու։ Եվ այդ իշխանության տակ հայտնվելը թույլ չի տվել, որ մարդիկ Սուրբ Հոգով առաջնորդվեն։ Եվ այդ անձիկ ինչքանով, որ իրենք հասկացել են, գուցե տոտալիտար ռեժիմի ժամանակ սա արդարացված էր, ստալինյան ռեժիմը ենթադրում էր մեկ անձի պաշտամունք ողջ երկրով մեկ, այս նույն իմաստը նաև կար հոգեգաստական եկեղեցում։ Եթե դուք նկարները ուշադիր հետևեք, ես դրանք կտեղադրեմ, դուք կտեսնեք
Վարանաևի արտաքին անգամ փողկապով գեղեցիկ ամերիկյան տարբերակներով այդպես մշակույթին հարիր, մինչև իր ձերբակալությունը եկեղեցու անդամները բոլորն այդպես են եւ Ռուսաստանում, եթե մենք համեմատենք, թե ինչպիսի մշակույթ էր տարածված, ապա նրանց այսպես շատ աղքատիկ արտաքին, նրանք մի 50 տարով, եթե ոչ ավել, նրանք շատ հետամնաց էին եւ իրենց հանդերձով արդեն նույնիսկ տարբերվում էին ամերիկյան միսիոներների արտաքինի այդպես հակու կապով։ Ահա թե ինչու իշխանությունները կարող են եպիսկոպոսներին հրավիրել ու ասել դուք ագենտներ եք, որովհետեւ ահա այսքան փաստաթղթերը կան, դուք դրսից փող եք ստանում, դուք լրտեսներ եք, մեր երկիրը խորհրդային միությունը ավերող, քանդող եք եւ այլն, եւ ահա տեսեք դուք էլ արտաքնապես նրանց նմանեց եւ դա է գուցե լիներ նաեւ պատճառը, որ հրաժարվեցին փող կապել, որպեսզի հասարակ ռուսի այդպես ասած քաղաքացիության կամ արտաքին այդ մշակույթի էլեմենտը գրան եւ միջև հիմա միջև կոկորտները այդպես ասած կոչկած են բոլոր քարոզիչները, հատկապես եպիսկոպոսները եւ իրենց հետևորդներին էլ այդպես են դաստիարակել արտաքնապես տեղ չտալու համար հալածանքի։ Գուցեև սա է պատճառը եղել նաեւ, որ որոշակիորեն սահմանափակումներ, խստացումներ մտցվեցին, որպեսզի եկեղեցու անդամները չընդգծվեին, որովհետեւ իսկապես այն հակուկապը, որ ունեին ասեմ սկզբնական շրջանում հոգեգաստական եկեղեցին սրա վրա ուշադրություն չի դարձրել, բայց ինչ որ մի շրջանից սկսած մենք տեսնում ենք համատարած նույնիսկ արտաքին հակուկապի բավականին լուրջ փոփոխություն։ Էլ չեմ ասում եպիսկոպոսի դերի բարձրացում այն աստիճան, որ նա վերահսկում է հավատացյալների կյանքի բոլոր ոլորտները։ Երբ դուք լսեք կոնֆերանսների ժամանակ, թե ինչ հարցեր են տալիս Բաբին եւ ինչպես է պատասխանում Բաբին այդ ամեն հարցերին, բարձ կդառնա, որ մեկ անձը լուծում է բոլորի խնդիրները, սկսած ասենք իրենց կենցաղից, ամուսնական կյանքի ներքին խնդիրներից, վերջացրած մինչև կարելի է ֆուտբոլ խաղալ, թե չխաղալ եւ այլն։ Մի խոսքով, ես սրանք հատուկ կերպով շեշտեցի, որպեսզի սրան նորից հետագայում գուցե էլի կանդրադառնամ, բայց շատ հակիրճ այնուամենայնիվ ես սա անոնսի կերպով ներկայացրեցի ձեզ ցույց տալու համար հոգեգաստական եկեղեցու այն բացերը, որոնք եղել են, որոնք պատճառ են հանդիսացել, որ այսօր ունենք այն, ինչ ունենք, այն լճացումը, որոնք մենք այսօր տեսնում ենք եւ այն բաժանումները, որ գնալով ավելի ու ավելի խորանում է եկեղեցու մեջ։ Խոսելով տարբերությունների մասին, որ այլևս փոխվել էր վարդապետությունը, հակուկապը, արտաքինը եւ այլն, այնուամենայնիվ դատավարության process-ի մասին էլի մի երկու բան կարելի է խոսել, որովհետեւ այն դատավարությունները, որ հաճախ մենք ասում ենք, որ եղբայրները դատվել են եւ հանուն Հիսուսի են դատվել եւ այլն, այո, նրանք այդպես են կարծել, թող այդպես իրենք մտածեն, այդպես հասկանան, սակայն կա մի հետաքրքիր փաստ։ Ես երբ որ լսում եմ արձանագրությունները, երբ որ լսում եմ նրանց վկայությունները հատկապես, ես զարմանում եմ մի փաստի վրա, այնպիսի պրովոկացիոն հարցեր են տալիս NKVD-ի ներկայացուցիչները, որ հենց իրանց լեզվից էլ բռնում են եւ այդ լեզվից բռնած այդ ոչ իմաստուն արտահայտությունների համար էլ նրանք նստում են բերդեր։ Օրինակ, հարցնում են, դուք ասում եք աշխարհի վերջը մոտ է եւ երկիրը կրակով պիտի անցնի։ Արդյոք խորհրդային միությունն էլ պիտի ոչնչանա։ Այո, պիտի ոչնչանա։ Այ քեզ բան, երկիրը ինդուստրիացման կուրս է բռնել, երկիրը ուզում է զարգանալ, համագումարը համագումարի հետևից, ժողովուրդը մի գաղափար ունի, որով ինքը շարժվում է դեպի առաջ։ Դու ինչու ես ասենք չփրկված մարդուն, որը չի հասկանում ինչ բան է կորուստ, աշխարհ, դժոխք եւ այլն, ինչու ես դու նրան ասում այո պիտի ոչնչանա խորհրդային մի, դրանով ինչ դավանեցիր դու։ Եվ փաստը արձանագրվում է հակասովետական պրոպագանդա։ Եվ այդ անձնավորությունը ոչ թե ավետարանի համար է ինքը հալածվում, այլ հակասովետական պրոպագանդայի համար։ Ես չեմ ասում անունը թե ով էր, որը բավական տարիներ նստել է, որ ինձ համար շատ հրաշալի հոգևոր կյանքի փորձով անցած մեկն է, տառապել է, բայց ես էլի եմ նշում, անկախ նրանից, նրանք իմ ավակ եղբայրներն են եղել, նրանցից որևէ մեկը ասենք, արդյոք մտածել է այս մասին, որ
Սուրբ Հոգու ձայնը լսելը, որ այդքան շատ են իրենք վկայում, ինչու Սուրբ Հոգին այդ պահին, երբ որ Աստծո խոսքն ասում է, որ ձեզ կանչեն, դուք չեք խոսելու, այլ Աստծո Հոգին է խոսելու ձեր միջից, այդ իմաստությունը չէր տալիս, որ թե արդյոք Սուրբ Հոգին էր այդպես համարձակ ուղղակի քաջաբար իրանց ներկայանալի դարձնում պետությունների դեմ դուրս գալու եւ այլն։ Մենք չունենք որևէ խնդիր որևէ իշխանությունների հետ։ Մենք կարդում ենք Պողոս առաքյալն ասում էր. Ինձ վերաբերող հարցեր տվեք, եթե տալիս եք հարցեր, ապա ինձ վերաբերող հարցեր տվեք։ Խոսում եք ես ով եմ, ինչ գործունեություն եմ ծավալում, պատրաստ եմ դրանց մասին խոսելու։ Նման նյուանսները դատավարության process-ների մեջ մենք շատ կարող ենք տեսնել։ Եվ սա խոսում են մասին, որ շարքային հոգևոր մարդիկ նրանք չեն կարողացել Սուրբ Հոգով առաջնորդվել եւ հիմա էլ չեն առաջնորդվում։ Շատերը հիմա էլ Աստծո ձայնը չեն լսում։ Եվ մեր խնդիրն է, որպեսզի այս եկեղեցու պատմությունը ձեզ հրամցնելով, որ մենք դեռ ունենք 3 բաժինելի։ Այս ամենը մանրամասնորեն ձեզ ներկայացնենք ու ցույց տանք, որ հաջորդ շարժումը պիտի լինի հենց նա, ամենքն Աստվածանից սովորած պիտի լինեն։ Որտեւ ինչ է մարդու սովորեցրածը, ինչ է նրա ճաշակը։ Եվ պատահական չէ, որ 90-ական թվականներին, երբ որ եկեղեցիների մեջ խլրտումներ եղա, գրանցում է մեղք կա, գրանցում է մեղք չի, այո, գրանցումը ինչով մեղք եղավ։ Գրանցումը մեղք եղավ հենց այն պարզ ճշմարտությամբ, որ իշխանություններն ասեցին, ձեր ղեկավարը թող գա այստեղ, մենք իր այդ հարցերը լուծենք, թող ինքն էլ ձեր հետ իր հարցերը լուծի։ Եվ մի ազնվորություն իշխանությունների առաջ այլևս պարտավորվում է անել այն, ինչը որ եկեղեցին պետք է հլու հնազանդ ընդունի եւ եկեղեցին այդ կարգը ընդունեց առանց Սուրբ Գրքի կետերի հետ համաձայնեցնելու իսկ այս անձը հնարավոր էր ճնշումների տակ ընկնել ենթարկվել ազգային անվտանգության կոմիտեի այդպես ասած ճնշումներին ենթարկվել եւ եկեղեցին տանել այդպես ճահճացման իբրև թե ինքը փորձում է խաղաղության պահպանել եկեղեցին որ չհալածվի սակայն մենք տեսնում ենք Տիրոջ Սուրբ Հոգին սկսում է մարել Լեզուների աղոթքի առատություններ չկան, հրաշքներ, բժշկությունների մասին շատ մի խոսեք, երկար աղոթքներ մի արեք, հավաքվեք բոլորդ մեկտեղ, թույլ չի տրվում ամեն մի շենքում գոնե հարևաններով մի 10-20 հոգի հավաքվեն աղոթք անեն, որովհետև եպիսկոպոսը բոլորին պիտի վերահսկի, բոլորի համար էլ ինքը իբրև հաշիվ է տալիս։ Հետևաբար մենք արդեն այստեղ նկատում ենք, որ իսկապես շատ վտանգավոր է։ Ես չեմ ասում ապստամբել հոգևոր առաջնորդների դեմ, բայց հալած յուղի պես ընդունել նրանց առաջնորդությունը, կուրորեն հետևել նրանց ամեն մի ասացին, սա ուղիղ դժոխքի ճանապարհ է, որովհետև դու կարիքն ունես քո սպասավորից լսել այն ամենը, ինչը քեզ կմղի Սուրբ Հոգու ձայնին լսել, եւ ոչ թե իր ձայնին։ Ես ուզեցի սրանով մի փոքր ամփոփ կերպով ներկայացնել, թե Վորանաևի ծառայությունից հետո ինչպիսի դիկտատուրա հաստատվեց եկեղեցիներում, որը մինչև այսօր էլ շարունակվում է եւ կա։ Այժմ ես ուզում եմ այնուամենայնիվ այդ փաստաթղթերը ներկայացնել, որոնք վկայում են Վորանաևի ձերբակալության արձանագրության փաստը, որ ինչպես է դատը եղել, ինչպես է արձանագրություն կազմվել եւ վերջապես նրա գնդակահարելու վերաբերյալ հրամանը ինչպես է տրվել եւ այդ փաստաթուղթն էլ կա։ Եվ այսքանով ես կուզեմ ավարտել ընդամենը Վորանաևի կենսագրական փաստերի փաստաթղթային բաժինը ձեզ ներկայացնել, փակել այս թեման եւ ամփոփ կերպով նորից ասել, որ Վորանաևի շարժումը զերծ չէր խնդիրներից, մեղմ ասած, Վորանաևի շարժման ժամանակ Աստծո Սուրբ Հոգին է թափել ամենտեղ, իր նամակներում, երբ որ նա ստանում էր նամակագրություն էր անում Ուկրաինայի տարբեր վայրերից, պարզ վկայություններ կա, որ Վորանաևը այնտեղ էր չի եղել, բայց Սուրբ Հոգին ինչ որ տեղեր էլ թափել է, իր զորությունը արդեն իջել է շատ տարբեր համայնքների վրա, որոնց մասին Վորանաևը տեղյակ չի, նոր միայն կանչում են արդեն իրեն։ Այսինքն չի եղել Վորանաևի գործոնը որոշ տեղերում, բայց Աստծո Հոգին սկսել է իր գործը ամբողջ խորհրդային միությունով մեկ սկսած, ասենք Ուկրաինայից, Օդեսայից եւ այլն։ Եվ այսպես, սիրելիներ, ես ավարտում եմ Վորանաևի մասին երկրորդ հաղորդումը, ընդհանուր առմամբ եկեղեցու պատմության հերթական հաղորդումը